լուծվի խնդիրը, կամ անդրադառ։ Հա, հաճախ տենց էլ պատահում։ Դե շնորհավոր ժողովուրդ ջան, բա իրանք ինչի մանկապարտեզում չեն, իրանց տարիքը չի լավ, բա ինքը։ Բա, Տիկին Անդրեասյան, բա այդ հարցը ինչ ենք անում, երեխեք եկել են ցույց են անում, ասում են։ Էս է եղբայր, ես եմ շնորհակալ, բայց հիմա քանի որ բան է, այսինքն հիմա հասկանանք, չէ, բայց մսուրը տենց շատ մեծ, ես ճիշտ անկեղծ ասեմ, գաղափար չունեմ, ինչով է տարբերվում։ Մարդիկ ենք մանկապարտեզի հետ, եթե կարողանան կազմակերպել, իսկ հիմա բան չի, որ Խումբը երկու խմբի սենյակ, հա։ Մեծ գեղեցիկ մանկապարտեզ է, ավելի լավ։ Հազար բան Շնորհակալ եմ։ Քո դրյակով ապրես մենք շնորհակալ ենք այս դրյակները սարքելը ես համար բայց այս սարքելս մեր յուղի ասկես լսում ապրես փաշի անջան մեր օպերացիան մի հատ այդ քարտեզից մի հատ ունի քարտեզից ապրես Հայաստանի քարտեզը ապրես այս քարտեզը միշտ պաշտպանածն է հետո մի բան եմ խոսում ես մեր յուղը որպեսի հավատերիք որպեսի աշխատենք որպեսի մի հատ ջրամբարը խոստացել է ստեղծած չէ ջրամբարի նախագիծ ունենք այսքան եմ խնդրում քեզ ասա Շատ լավ, շնորհակալ եմ, հայր, կանենք ամեն ինչ։ Պարոն Վարշապետ, շատ շնորհակալություն այս մեր մանկապարտեզը կառուցելու համար։ Մենք հա, այս ծրագրերին մի րոպե, խմելու ջուրը հիմա կառուցման ընթացքի մեջ է։ 65 միլիոնը ընթացքի մեջ է։ Ու կարճ է ներքին ցանց 17 թվականն է, 27։ Մեր յուղի երազանքը իրականություն դարձավ։ Մեր երեխաներին բարեկեցիկ և անհոգ մանկություն պարգևեցի։ Հիմա մեր յուղին անցած անգամ էլ ես ասեցի, աշխատատեղ չկա, յուղի յուղատնտեսությունը շատ վատ վիճակում է, ջրի պատճառով։ Հիմա ասեցիք մենք բիզնեսին չենք կարող ուղղորդել, լծակներ չունենք, որ բիզնես տնենք յուղում։ Բայց կներեք, մենք սենց ենք նայում հարցին, ջրի հարցը լուծում ենք, խոռոռոկման ջրի ճանապարհի հարցը լուծում ենք, մանկապարտեզի հարցը լուծում ենք։ Հիմա մենք ուրիշ բաներ ենք անում, մի քանի գյուղերում այցելությունների արդյունքում մենք նաև առաջիկայում պարոն Խաչատրյան նենց կվարվենք, որ այն արոտավայրի կարգավիճակ ունեցող հողերը, որոնք իրականում արոտավայր չեն, մենք այդտեղ ներդրումային ծրագրի դեպքում բանը կատեգորիայի փոփոխության ուրիշ ընթացակարգ կսահմանենք, որպեսզի ներդրումային ծրագիրը գա այդտեղ այդ ներդրումային ծրագիրը անի, նկատի ունեմ մենք հիմա աշխատատեղերի ստեղծման համար էլ շատ կոնկրետ պատկերացում ունենք եւ գյուղական վայրերում եւ ոչ գյուղական վայրերում, ավելին ասեմ, հիմա առաջիկայում դուք գիտեք, որ մենք օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների շրջանակում թրիփ նախագիծն է սկսելու աշխատել, որը իհարկե երկաթուղին հարավային հատվածով է ամենանցնում, որովհետև ուրիշ տեղով երկաթուղի դժվար կլինի։ Բայց հիմա մենք պատրաստվում ենք ճանապարհների բացմանը։ Հայաստանը պետքա տարանցիկ ճանապարհ դառնա եւ դուք էլ պետքա պատրաստվեք այդ իրադարձությանը, որպեսզի այսինքն ձեզ համար էլ ներդրումային հնարավորություններ են ստեղծվելու եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մենք մեր նախընտրական ծրագրում տարեկան 25000 աշխատատեղի ստեղծման պլան ունենք, ընդ որում 2018 թվականից մինչև 2025 թիվը 288000 աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ Ես նկատի ունեմ մեր մեթոդաբանությունը, մեր խնդիրն է պայման ստեղծել, որպեսզի գրավիչ դառնա միջավայրի համար, դրա համար նաև ապրելու համար մարդկանց։ Հիմա մի հատ սենց բան էլի հարց յուղին վերաբերվող ջրամբարը մենք այնքան ենք ասել, արդեն
ոնց որ ամաչենք հաջորդ անգամ նորից այդ հարցը բարձրացնենք։ Ամաչելու բան չկա։ Հիմա այս ջրամբարի հարցը ինչ ա լինում։ Դա այն խորհրդանոցան կիսատ նորն է, որտեղին մեր կիսատ բանին, չիվայիններ, չիվայում կար կիսատը։ Բա որտեղ կար, որ խորհրդային միությունից ասում էին, որ ջրամբար ա եղել եւ այլն եւ այլն։ Գյուղերից մեծ Կառուցման համար նախապատրաստում։ Այսինքն նախագծված է։ Հա, մոտավորապես տարբերակը հիմա Այսինքն ինչքան ժամանակ, ասենք 4 տարի, 5 տարի հետո, ասենք այս ջրամբարը կառուցվեց։ Բայց 4-5 տարի հետո այս մեր գյուղի ներքևից մոտ 80 հեկտար պտղատու բաներ, այգիներ չորացան լրի։ Հիմա մոտ այս անցած 20 տարիների ընթացքում ջրի պատճառով։ Հիմա մինչև ջրամբարը լինելը մեր այս ռոռոկման ներքին ցանցը, որ կա Խանջյանը կա, մի քիչ բարելավվի։ կա ցանցը, այսինքն։ Հա, ինքը պոմպակայանի տակ է։ Հիմա պոմպակայանը մի հատ էս խնդիր ունի։ Ինչ։ Դա խնդիր են գոնոն ռոռոկման հետ կապված։ Բա ինչի չենք վերականգնում։ Քանակի եւ պոմպակայանի։ Արփայից է վերցնում ջուրը, թե այն ջրամբար։ Խանջյանի ջրագից, Եղեգիս երկին ջրատավից։ Ահա։ Գալիս է արդեն մի աստիճանով ստենով։ Ասեք մենք բան էլ չունենք, ծրագիր չունենք հերհերից ջուրը այս կողմ մղելու։ Վայթինա հերիքում, հա։ Ջրի քանակի խնդիրը։ Հիմա Շատ լավ, պարոն կնայ։ վարչապետ։ Բայց նայել եք Մինչ- այդ նախագիծը տեղ վերականգնելու, վերանորոգելու հնարավորություն կա։ Հիմա օգտագործվում է, բայց մաշած է, հա, թե չի Ինքը օգտագործվում։ հիմա մի հատ sense խնդիր կա։ Իր էլեկտրական սնուցումը երկու պոմպ պետք է աշխատի։ Հիմա մենք այդ պոմպը աշխատում է մի հատն է աշխատում, անջատում են մյուսն է աշխատում։ Պիտի երկուսն իրար հետ աշխատի գոնե, որ ասենք այս ռոռոկումը գոնե մի քիչ բարելավի։ Այս էլեկտրական էս այնտեղ ստանցիան ասում է չի հերիքում։ Լավ լուրը գիտեք, որ նա որ արևային էլեկտրաէներգիան մեզ կարա հնարավորություն տա, որպեսզի մենք այդ հարցում թեթև լինենք ավելի եւ մեր մտածածն է նա, որ այդտեղ տեխնոլոգիական խնդիրներ կա լուծելու, պոմպականների կողքը արևային կայաններ ստեղծենք։ Հիմա մենք բանի կուտակիչների բանը ընդունեցինք, չէ՞, հայց որոշում ընդունեցինք, որ կուտակիչները լնեն, որ ցերեկը, չնայած ցերեկն էլ ջրել առավոտ շուտ, ցերեկը չեք ջրում, հա։ Չէ, մենք գիշեր ցերեկ ստե ռոռոկում ենք անում։ Այսինքն ցերեկներ եք անում, դե ցերեկը արևայինով կարելի անել, կուտակիչներն է որ ունեն, գիշերն է ջուրը։ Հա, հիմա այս բայց կարևորը ջուրը կա, ջուրը։ Ջրի քանակի խնդիրը։ Դե ջրի քանակի խնդիրը կարա տեղծակի, բայց ջրային խնդիրները, հա, որ այս մի քիչ հսկողություն լինի, այս ջուրը էլի կգա։ Հիմա որտեղից է գալիս։ Խանջյանից է գալիս։ Գալիս է 5 գյուղերի միջից։ Խանջան, այսինքն Եղեգիս երկին ջրատավն է։ Հա։ Եղեգիս գետից, հա։ Մենք ընկել ենք ամենավերջում, ծայրամասը։ հասկացա։ Հիմա ամեն տեղից որ բացում Այսինքն այն կողմից ջուր չի գալիս, բոլոր այն կողմից։ Սա վերջնամասում էլ ջուրը չի հերի։ Էս է եղել։ Գոնե մի հատ դրան հետևողական լինենք։ Երկու պոմպը գոնե աշխատի, մի քիչ ջրի հարցը լուծի։ Բայց լուծի։ մի հատ ջրամբարի բան կար, գոյություն ունեցող կիսատ վիճակում ջրամբար կար։ Այս բան ելփին շատին ռինդի հատվածում չի այդ ջրամբարը, տենց թեմա չկա։ Հիմա Հա? Խաչիկինը կարող է այդ հիշել։ Խաչիկինը չէ։ Հիմա այս 0% որ գյուղատնտեսության վարկեր եք տալիս, մենք չենք կարողանում օգտվենք դրանից ջրի պատճառով։ Ասենք որ այգիներ դնես, Հա դե ջրի պակասը պարզավոր խնդիր է։ Դե չենք կարող օգտվենք, եթե ջուրը լինի Դե դրանից հիմա ենք օգտվել։ մեր մտածածը ինչ է։ Մեր մտածածը հետեւյալն է, որ մենք ասում ենք, որ առաջիկա 5 տարվա ընթացքում ջրի խնդիրները լինելու են առաջնահերթություններից մեկը։ Ես որպեսզի ձեզ պարզը լինի, հասկանալի լինի, ինչքան մեծ կարևորություն ենք տալիս մենք այդ խնդրին։ Ասում եմ, ոնց որ նախորդ շրջանում առաջնահերթություններից մեկը առաջնահերթությունը խաղաղությունն էր, առաջիկա 5 տարի առաջնահերթություններից մեկը կարևոր հարցերից մեկը ներքին լինելու է ջուրը, որովհետև հանրապետությունը մի հատ գոնե այդպիսի մենք բնակավար չունենք, որտեղ ջրի հարցը լուծված լինի, որովհետև այդ ենթակառուցվածքների մաշելու խնդրը մի կողմից կար, հիմա էլ այս կլիմայի փոփոխությունը ինքը աղբյուրների քանակները նվազեցրել է եւ խնդիրը ավելի է սրվել։ Հետեւաբար առաջիկա 5 տարում մենք ջրի հետ կապված հարցերում պետք է շատ մեծ ուշադրություն կենտրոնացնենք եւ մանավանդ մենք շատ խոսում ենք դրա մասին, որ հիմա
Վիոլա ընկերությունը, որը Հայաստանում գործում է, ինքը համաշխարհային ամենախոշոր կառավարիչներից մեկն է ջրի եւ մենք ճիշտ է ես գիտեմ որ որոշ տեղերում դժգոհություններ կալ այդտեղ մենք պետք է մեր մեղքի բաժինն ընդունենք որ մենք այդ ընկերության պոտենցիալը լիարժեք չենք օգտագործել եւ մենք հիմա փոխվարչապետը աշխատում է նաեւ աշխատում ենք որպեսզի նոր այսպես ասած վերագործարկենք Վիոլայի հետ մեր հարաբերությունները որպեսզի ջրի կառավարման ոլորտում իրենց ունեցած գիտելիքները կարողանանք ներառենք եւ ջրի հարցերը ամբողջական ներողություն մի հատ էլ բան ասեմ որ այս 16 միլիոնները մեր յուղում էլ էլի գոնե լինի որովհետեւ ծանրաբեռված ընտանիքներ կան իրանց էլ հասնի գոնե այս երիտասարդները ով որ ստեղ աշխատանք չկա, ասենք, պետքա դուրս գա ընտանիքից։ Ինչ որ եթե սահմանամերձային չի չկա։ Դե հա, դուրս են գնում աշխատելու, այնտեղ էլ մնում են Ջորջ ջան, բայց հիմա մենք այդ գյուղերում որ ներառել ենք, հիմա կամած որոշակի սկզբունքով գյուղերի շրջանակը ընդլայնում ենք, հետագայում կքննարկվի, կնայվի։ Դուք որոշեք ին նշում չէ երկու թորս Ռուսաստանից կանչել բերեն մստե որպեսի ստեղ ապրեն, ստեղ աշխատեն, ստեղ ամեն ինչ կատարեն բայց ամեն դեպքում այդ 16 միլիոնը որ տալիս է լսեցի արենի տալիս, շիվային է տալիս մեզ է տալիս երկու թորս չգնան Հայրիկ ջան, տեսեք, ինչ է դա կախված մենք որպեսզի դա չափանիշ է, ասում ենք սահմանի գծից այսքան կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղեր հիմա չէ նկատի Դե հիմա տենց որ նայենք ամբողջ Հայաստանն է սահմանամերձ է, չէ, հիմա ասենք հատկապես հարավային հատվածը տեղ կա որ մեր տարածքի լայնությունը 26 կիլոմետր է։ Ինչ որ տենց նայենք ամբողջ հանրապետությունը սահման է։ Բան չեմ ասում։ Հիմա կամած մենք այս տարի չէ, այս տարի չի։ Երկու թորանը շտում եմ Ռուսաստան։ Շատ լավ։ Այո, թոմնը ստեղծի, Հայրիկ ջան, տեսեք, ես խնդիր չունեմ, դրա համար անհրաժեշտ է հետևյալը, ես ուզում եմ մենք բոլորս արձանագրենք նաև, մենք բոլոր խնդիրներն էլ կլուծենք, բայց ես էլ մի պայման ունեմ դրա հետ կապված։ Պայմանը հետևյալն է, ես չգիտեմ ձեզնից ով է տնտեսական գործունեություն ծավալում է թե չէ, բայց հաստատ բոլորդ էլ գնում եք խանութ ինչ որ մի բան առնում եք, որ ինչ որ մի բան առնում եք, անպայման ՀԴՄ կտրոնը վերցրեք, որ այդ գումարները հավաքվեն պետական բյուջե, որ սենց մանկապարտեզ կառուցենք, դպրոցը նորոգենք, բայց 16 միլիոնի փողը որտեղից ենք մենք տալիս։ Այդ ՀԴՄ, մի ՀԴՄ-ից 10 դրամ, մի ՀԴՄ-ից 20 դրամ, մի ՀԴՄ-ից 30 դրամ, մի Հարենին տալիս է, շիվային տալիս է, երկինի ոչ։ Դե որովհետև իրանք ավելի մոտիկ են սահմանի գյուղից։ Ձեր ազգանունը ի՞նչ է։ Պողոսյան Հայկոս։ Պարոն Պողոսյան, տեսեք, իրանք սահմանից ավելի մոտիկ են։ Հիմա մեր ու ձեր իրար հետ տված ՀԴՄ-ներն էլ հերիքում են միջև սահմանի 5 կիլոմետրին հասնել։ Հենց 5 կիլոմետրին հասնում ենք ՀԴՄ-ն պրծնում է։ Հիմա երբ որ դուք ՀԴՄ-ների թիվը շատացնեք, առևտուր անելիս այդ ՀԴՄ-ները վերցնեք, այդ կգնանք, մեկ է կտենանք, այդ նոր ՀԴՄ-ները կան, կարանք 6 կիլոմետր գնանք, մի քիչ կավելանա 7 կիլոմետր կգնանք, միջև կավելանա, այնպես որ ՀԴՄ-ն ձեզնից 16 միլիոնը մեզնից, պայմանավորվեցինք, երբ որ ՀԴՄ-ների թիվը կշատանա, այս ժամանակը խնդիրը կլուծենք, համեցեք, Խնդրում եմ հետևություն անեք անպայման։ Հաճիկով, շատ լավ Ժողովուրդ ջան, ձեր հարցը մնաց, Ուրեմն գյուղի հետ կապված շատ հարցեր բացրացեցին, բայց առաջնային հարցերից մեկը որպեսի գյուղի բարեկեցություն դուք չարացել նշեցիք, որպեսի բարելավի գյուղը մի քիչ շնչի, անհրաժեշտ է մեր գյուղի այդ հարցը շատ է բարձրացել գյուղի գազաֆիկացում։ Այդ հարցը էլի շատ անգամներ բարձրացվել է, բայց այդ հարցը այդպես է մնում է եւ որ գյուղի Ժողովուրդ, անկեղծ ասեմ, այդտեղ էլ է ՀԴՄ-ի հարց։ ՀԴՄ, ինչքան ՀԴՄ լինի, գազն էլ կանենք, 16 միլիոնն էլ կտանք, ճամփեն էլ կսանքենք, դպրոցներ, ջուրն էլ, թոշակն էլ, առողջապահությունն էլ, ես ձեզ մի բան ասեմ, դուք քանի տարեկան եք։ 68 տարեկան եք, տեսեք, մենք այս տարի ընդամենը 10,000 դրամով
թոշակները բարձրացրինք, ճիշտ է, եւ հետվճարի համակարգը ընդլայնեցինք, եւ առողջության ապահովագրության համակարգը ներդրեցինք, որի շահառուն դուք եք։ Մենակ այդ 10,000 դրամով եւ հետվճարի համար մենք այս տարի լրացուցիչ 200 միլիոն դոլար ենք ծախսելու, լրացուցիչ։ Այսինքն ամեն մեկիդ համար դա 10,000 դրամ է, որը դες պայմաններում վատ չի, բայց այնեն չի, որ եսիմ վերջ ավարտվեց, բայց քանի որ Հայաստանում 450,000 թոշակառու կա եւ 600,000 նպաստառու կա, այդ մենակ այդ գործողության համար 200 միլիոն լրացուցիչ գումար ենք մենք ծախսում ու ծախսում ենք նրա համար, որ մենք այս խնդրում, այսքան խնդրում աղաչում ենք, որ մարդիկ հարկերը վճարեն, ՀԴՄ վերցնեն եւ այլն, այնուամենայնիվ մենք դա անում ենք այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր մեր այս խնդրանքին արձագանքում են։ Ես խնդրում եմ դուք էլ արձագանքեք։ Հիմա տեսեք, ամենակարևոր հարցերից մեկը, որ ես 2019 թվին գուցե կամ 20 թվին եմ ասել, չեմ հիշում, երբ եմ ասել եմ, մեր հիմնական խնդիրներից մեկն է, որ մարդը չգնա մնա հիվանդանոցի դռներին։ Այսօր մենք երկար նկատի ունեմ հարցերը շատ են, լուծումներն էլ են շատ, եւ մենք պետք է ըստ հերթականության գնանք հերթով լուծենք եւ մեր խնդրանքն է նա, որովհետեւ դրա համար ասում եմ, մենք սա Հայաստանի Հանրապետությունը մեր ընդհանուր տունն է։ Տան հարցերը ոնց են լուծվում։ Տան անդամները աշխատում են, ինչ որ մի բան կամ բերում են կամ չեն բերում տուն, եթե բերում են, հարցերը լուծվում է, եթե չեն բերում, Եվ մի հարց է պարոն Փաշինյան, այս էլի ջուր խոսքերի տալիս այդ հետո հարցեր լուծենք։ Դուք էլ խոսքը տվեք, որ այդ երիտասարդների համար ինչ որ այդ 16 միլիոնը ներտնեք։ Մենք հիմա ես ձեզ անկեղծ ասեմ։ Մենք ձեզ անկեղծ ասեմ, մենք 16 միլիոնի ծրագրից գոհ ենք ահագին եւ մենք մտածում ենք 16 միլիոնի ծրագիրը ընդլայնելու ձևափոխելու մասին։ Հիմա օրինակ գյուղեր կա, որտեղ մենք դպրոց ենք կառուցել եւ դպրոցը որ կառուցել ենք, այդ դպրոցներում էլ ենք տրամադրում եւ այլն եւ այլն։ Այսինքն կամած ընդլայնում ենք։ Մեր խնդիրն է նա, որ հերթով ամեն ինչ անենք, որովհետեւ եթե մի խնդիրը լներ, եթե օրինակ լներ տան խնդիրը, մենք մի տարում այդ տան խնդիրը կլուծենք, կպրծնենք, բայց խնդիրն է նա, որ մենակ տան խնդիրը չի։ Տան խնդիրն է, ջրի խնդիրն է, մանկապարտեզի խնդիրն է, դպրոցի խնդիրն է, անվտանգության խնդիրն է, սահմանի խնդիրն է, ճանապարհի խնդիրն է, առողջապահության խնդիրն է եւ այլն, թոշակի խնդիրն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Հիմա այդ խնդիրը ընդհանրապես ես որ խնդիրը որ լուծում, հիմա եկել եմ հարգելի հայրիկը ասում է, որ այս դղյակը կառուցել ես, իրական դուք եք կառուցել, որովհետև դուք ինչքան կամ այն մարդիկ, ովքեր աշխատում են, արդյունք են ստեղծում եւ հարկ են վճարում։ Հա, շատ լավ, գումարները կուտակվում է բյուջեում եւ ես ուրախ եմ, որ մեր գործադրած ջանքի արդյունքում 2025 թվականի արդյունքներով 2017 թվականի համեմատության Հայաստանի պետական բյուջեն 135%-ով ավելացել է։ 29%-ը հանենք գնաճի էֆեկտը, ավելի քան կրկնապատկվել է եւ դրա համար է հնարավոր դարձել էս։ Եվ դրա համար էդ եմ ասում, դրա համար հարկերի նկատմամբ վերաբերմունքը մեր բոլորիս պետք է լինի շատ դրական, որովհետեւ ինչ որ հանրապետությունում արվում է, ինչ որ կառուցվում է, արվում է հարկերով։ Հիմա ձեր գյուղում ինչքան խնդրեմ կա, լիքը, չէ, լիքը խնդրեմ կա։ Գիտեք ինչից է այդ խնդրեմը եւ ինչի։ Հիմա եկեք հետ գնանք, ինձնից սկսած, ես էլ եմ տենց եղել, ժողովուրդ ջան, ես չեմ կարած, ես ինձ չեմ առանձնացնում։ Ես էլ տասնյակ, հարյուրավոր, հազարավոր անգամ մտել եմ խանութ, հիմա ու ՀԴՄ չեմ էլ վերցրել։ Հիմա այս բոլոր որ մեր խնդիրները կա, այդ բոլոր խնդիրները մեր նախորդ տասնամյակներում ինձնից սկսած ձեզ նոր շարունակած այդ ՀԴՄ-ները չվերցնելու արդյունք է։ Մենք հիմի պետք է այդ ընկալենք, որ պետական բյուջեն մեր ընդհանուրի փողն է։ Ամեն մեկս մի դրամ, 2 դրամ, 3 դրամ, 4 դրամ։ Մարդը կարա ասի, հա գնում եմ 100 դրամի բան եմ առնում, ինչ որ մի բան եմ առնում։ Ասենք ծխախոտ եմ առնում։ Չնայած ծխախոտը լավ օրինակ չի, առողջ բան ասեք։ Ինչ կա, պանիր եմ առնում, ասենք 1000 դրամի։ Դրան ինչ է գալու։ Բայց կես կիլո, լավ, հա, կես կիլո, բայց 5 դրամ էլ, բա 5 դրամ Հայաստանում առևտրի քանակը, ասենք տասնյակ միլիոնների է հասնում, եթե ոչ միլիարդների բանը, որ մարդը քանի հատ ապրանք է առնում։
Այդտեղից է այդ թվում, այդտեղից է ձևավորում բյուջեն։ Իմ ասածն է նա, որ տենց մի հարց չկա, որ դուք բարձրացնեք, ես ասեմ չէ, որ չէ։ Չեմ լուծում այդ, չենք լուծելու ոչ մի դեպքում բացար։ Չկա տենց հարց։ Բայց մեր խնդիրը, մեր ամբողջ խնդիրը այդ հարցերը լուծելն է։ Բայց մենք առանց ձեր օգնության ոչ մի բան չենք կարող անել։ Բացարձակ։ Առաջնահերթ հարցեր, պարոն Փաշինյան։ Առաջնահերթը ձեր առողջությունն Առողջությունն է, բայց գյուղի հետ կապված։ Գյուղի հետ կապված են հաջորդ դրա համար ուրիշ էլեկտրական դրա տրանսֆորմատորները լրիվ հնամաշ են։ Տեսեք, ափսոս Գյուղում հոսանք է ձեր ազգանունը։ Եթե տատանումից չկա երեք Հարությունյան։ Պարոն Հարությունյան, տեսեք, ես որպեսզի մենք կոնկրետ աշխատենք, նախորդով ափսոս ես այսօր մոռացա, չէ, նկատի ունենալ, չէ, ուրիշ բան եմ ասում։ Ես իմ խորհրդականին հանձնարարել էի, որ մարզպետների եւ նախարարի համայնքի ղեկավարների հետ ամեն գյուղի համար 3 առաջնային խնդիրը որոշեն, որ մենք գնանք այդ 3 առաջնային խնդիրը լուծելու, որովհետև եթե 10 խնդրի հետևից գնանք, ոչ մեկը չենք կարողանալու լուծել։ Պետք է խնդիրները ըստ կարևորության դասավորենք, առաջի խնդիր, երկրորդ, երրորդ։ Այս առաջի, երկրորդ, երրորդը լուծենք, այն մնացածը հա մի կողմ թողենք, այս 3-ը լուծեցինք, անցնենք հաջորդ 3-ին, հաջորդ 3-ը լուծեցինք, որովհետև տեսեք, շատ դեպքերում, որ ես գնում եմ գյուղ, ասում են, այս հարցը, այո, բոլորն է կարևոր են, բայց գյուղը պետք է որոշի առաջնահերթությունը, ամենակարևորը, որն է իր համար էս փուլում, այդ կարևորը լուծենք, անցնենք հաջորդին, կարևորը լուծենք, անցնենք հաջորդին։ Հիմա իմ ասածը հետևյալն է, չկա մի հարց, որ մենք չլուծենք, խնդիրն է նա, որ այդ հարցը մենք պետք է լուծենք իրար հետ եւ ժամանակի մեջ, որովհետեւ ցանկացած հարցի լուծումը ինքը ժամանակ է տանում։ Չկա տենց հարց, որի լուծումը չտանի ժամանակ։ Եվ հետեւաբար այս ժամանակում մենք այո, բազմաթիվ հարցեր լուծել ենք եւ կարևոր է, որ բազմաթիվ հարցեր լուծել սովորել ենք։ Ես հույս ունեմ հետևել եք։ Այն 2 տարի առաջ, որ գնում էի մանկապարտեզներ, դպրոցներ եւ այլն, ամեն անգամ ճնշումս բարձացած դուրս էի գալիս այդտեղ։ Բայց հիմա փառք Աստծո, մենք մտնում ենք, գնում ենք դպրոցներ, մանկապարտեզներ, մանր-մունր իդեալական չի, մանր-մունր բաներ ենք նկատում, էդ էլ ժամանակին ընթացքում էդ էլ է կարևոր, որովհետեւ ամեն կառուցել չի որ կառուցել է, որովհետեւ կարան կառուցենք արդյունքում դժգոհ մնանք մեր արածից, որը չէ երեխեքը գոհնեն, ոչ համայնքը գոհնի եւ այդպես շարունակ։ Հələ հետաքրքիր է գնամ, էսա գնամ իմ մոտ այդ թուղթը տակա, տենամ հələ այն մյուս խողովակով ելփինի համար 3, որ ամենակարևոր խնդիրներն է գրած, հետո որ գազը կա, կհիշեք այն երկուսը։ Էլեկտրական տրանսֆորմատորները պարոն Սահակյան։ Կարճ ասած հերթով կլուծենք։ Լարում այնքան թույլ է գյուղը։ Արենի համայնքի երիտասարդներն ենք, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներդրած ջանքերի համար։ Շնորհակալություն ունենք։ Ես եմ շնորհակալ։ Հատկապես ուզում ենք շնորհակալություն հայտնել 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ պետական ծրագրի համար, որի շրջանակներում ընդգրկված է նաեւ մեր դպրոցը։ Այս պահին աշխատանքները շատ ակտիվ կերպով ընթանում են, բայց մենք ունենք այսպիսի խնդիր, նախնական նախագծում նշված էր, որ պետք է ունենանք բացօթյա ֆուտբոլի դաշտ, ոչ միայն բացօթյա ֆուտբոլի դաշտ, այլ նաև բասկետբոլի եւ վոլեյբոլի խաղադաշտեր, բայց ինչ-ինչ պատճառով դրանք դուրս են մնացել նախահաշվից։ Հիմա մեր խնդրանքը, որ դուք հիմա եւս վերանայեք այդ հարցը։ Չի լինում այդպեսի բան։ Դժվար է տենց բան, որովհետեւ մեր բոլոր դպրոցներում բացօթյա կա։ Ով ասել։ Ասում եմ բացի ֆուտբոլը, բասկետբոլը լինի առանց։ Հա, բասկետբոլը դե դահլիճը կա, էլի, ինչն է կապել։ Իմիջայլոց, ես ձեզ ասեմ, հիմա մենք մեր նախընտրական ծրագրում մենք ավելացրել ենք 100 կոմբինացված մարզահրապարակների կառուցում համայնքներում։ Այսինքն որն է այդ կոմբինացվածը, որ դաշտեր կան մինի ֆուտբոլի, համ ֆուտբոլի համար, համ բասկետբոլի։ Հիմա եթե կառուցենք եւ 1-2 անգամ պատահական գանք եւ տեսնենք, որ համ բասկետբոլի դաշտն է զբաղված, համ ֆուտբոլի դաշտն է զբաղված եւ երեխեքը հերթ են կանգնել, իրենց հերթին են սպասում։ Ես խոստանում եմ, որ դաշտերից մեկը տեղադրենք։ Բայց դպրոցում դժվար է։ Համեցեք։ Մարզկենտրոնից մենք 30 կիլոմետր հեռավորությամբ ենք ապրում։ Մեզ գյուղում հնարավոր է մի հատ բուժ ամբուլատորիա։ Բժշկական ամբուլատորիա, որտեղ ըստ սրտային հիվանդները միշտ հասնում են եղեգնացոր մահանում են։
ծրագրերի Ես մեջ խնդրում եմ այդ հարցը Հիմա առաջին 20-ին մենք կառուցում բան վարչապետ, թե առաջին փուլում չկա, հաջորդներում կլինի։ Մենք հիմա նաև եթե չեմ սխալվում, մեր ծրագրում 50 էլի ամբուլատորիաների ծրագիր ունենք, այդ իրատեսականա, որ մենք այդ խնդիրը կլուծենք։ Երկրորդ հարցը։ Համեցեք։ Ես թոշակառու մարդ 74 տարեկան, ես մենք Եղեգնաձորից թոշակ եմ ստանում։ Տրանսպորտի հարցը Մի շատ րոպե, ինչ է գնում թոշակ ստանում։ Ինչ Թոշակ գնալը գիտեք ոնց եք հիմա ստանում։ Հիմա այդ նստանին նստում եք ու թոշակ ստանում։ Թոշակ ստանալու համար Եղեգնաձոր։ որ պետք է, ասենք, խանութից գնում եմ, մնացած ասենք, արձեր փող է պետք, ես թաղմոնտեղ եմ եթում, կամ ինչ-որ ծնունդ եմ եթում, կնուկի եմ։ Ստեղ բան չկա, բանկոմատ չկա, ոչ Բանկոմատի միտեղ։ եմ ետնա։ Հəmե ավտոբուս Միջև Եղեգնաձոր ոչ միտեղ բանկոմատ։ տրանսպորտ գույություն չունի։ Արենի ստեղից քանի կիլոմետր է։ Հա տրանսպորտի հարցը Չկա։ Արենի տրանսպորտի հարցը խնդիր է, բայց մարզի մրցույթը կա արդեն թե դեռ չէ։ 2 կիլոմետր գնում եմ Խաշմերուկը, որ Տրանսպորտի խնդիրը ո՞նց ենք լուծել դրան։ անգամ փորձել ենք վարչապետ։ Մրցույթի դրել է։ Չէ, հենց մենք ասենք անհատի կանչել եմ, խնդրել եմ, ասել եմ արա, էլի էս վերջը մարշրուտը դու քշի։ Եկել է ամեն օր մի հոգի, երկու հոգի։ Լսեցիք ինչ ասում։ Մի հոգու համար ավտոբուսի խնդիր կա։ Պարոն վարչապետ։ Հա ջան։ Հիմա որտեղ շատերը ավտո ունեն, այդ տրանսպորտի պահանջարկը երբեմն տրանսպորտ, այսինքն ձեռնտու չի լինում, որ տրանսպորտը աշխատի։ Համեցեք։ Բայց եկեք պայմանավորվենք վերջին հարցը, որովհետև ժամանակի խնդիր է։ Պարոն վարչապետ, ասենք բանը, մարդ միջև, ասենք առաջի կարգի հաշմանդամը Բարև ձեզ։ երկու օրվա ուշացման համար 6 ամսվա թոշակը չի ստացել։ Ուղղակի Ինչի՞ց է ուշացել։ Դե հիվանդ ա եղել, թղթերը չի կազմակերպել Եղեգնաձորում, որ տա։ Այդ 6 Հայաստանում ա եղել թե դրսում։ Չէ, դրսում չի եղել, ըստեղ Հայաստանում երբին ա, երբին համաջուր։ Պարոն Գևորգյան, մի հատ վերցրեք տվյալները, տեսեք։ Իմ օգնական։ Հիվանդման է, էլի։ Ջան Տապրի, քպի կարգախոսն է, դեր կանգնենք մեր խաղաղությանը։ Այո։ Բայց մենք ներքին խաղաղություն է պետք է ունենանք։ Ամեն օր հեռուստատեսությամբ, մամուլով կարդում ենք, լսում ենք, որ ամեն օր սպանություններ են տեղի ունենում։ Ասում եմ, միջև մարդ չի բախում արդարադատության այդ։ Ու կողքին մարդ չի կանգնում։ Ես 5 տարի այս բախվել եմ արդարադատության հետ եւ լուծում չի ստանում իմ պատասխանը։ Յուղում կար ապուրինի կառույց, դիմել եմ համայնքի ղեկավարին, իմ բողոքների հիման վրա բերին օրինականացրին։ Աղմուկը խանգարում է իմ ընտանիքի անդորը։ Ներողություն։ Ապուրինի կառույցի առաջացած աղմուկը խանգարում է իմ ընտանիքի անդորը։ Դե պետք է հանգամանքները նայենք։ Իմ օգնականը ստեղ է։ Պարոն Գևորգյան, ստեղ է մի հարց կա, էդ էլ կլսի։ Ազգային ժողովում եղել պարոն Հովհաննիսյանի մոտ, Դե լսել եմ ձեր ազգանունը ինչ է։ Հարությունյան։ Պարոն Հարությունյան, սենց հարցերին ինձ գիտեք ինչա դժվար արձագանք է, որովհետև այդտեղ հազար ու մի հանգամանք կա, դուք ասում եք օրինական է, պետք է նայել հիմքերը եւ այլն եւ այլն, այսինքն ես հասկացա ձեր մտահոգությունը, բայց ես հիմա չեմ կարող որևէ Ես եմ հասկանում, որ դուք հնարավորություն չունեք այդքան ժամանակ յուրաքանչյուրի հարցով զբաղվեք։ Չէ, ոչ թե ժամանակ չունեմ, պետական ամեն մարմին պետք է իր գործառույթով զբաղվի, այսինքն դրա համար կան տարբեր մարմիններ եւ ինձ համար շատ դժվար է ոտքի վրա առանց հանգամանք։ Ես էլ ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ իմ լուծումը չի իրականանալու, որովհետեւ պատկամարմինները իրենց գործը չեն անում։ Այստեղ շուտ գիտություններ է գալիս ասում վերերներ, ես ստանում եմ սխալ պատասխան։ Ամենայն հարգանքով, բայց եզրակացություն անելու համար կա մի կանոն, հակառակ կողմին էլ պետք է լսեք։ Հակառակ կողմին էլ որ լսենք, ինքը հակառակ բան կասի, հասկանում եք։ Բայց ես օգնականից ասեցի, բարձա դե վեճ է։ Այդ զայնային շափումները Ժողովուրդ ջան, մենք արդեն պետք է գնանք, որովհետև ուրիշտեղ միջոց եղբայր ասա։ Ես 75 տարեկան մարդ եմ։ Զգուշ։ Եկեք առաջ, եք թող գա։ Մի քանի կոպեկ բանկում փող ունեմ, գցել եմ երեխաս։ Երեխաս երկրորդ կուրսում էր սովորում, մահացավ, հիմա դրա ավանդը չնայած ես եմ չարչարվի գցի։ Բայց իմ երեխայի ավանդը ինչի չեն տալ ընձեր, էդ եմ ես խնդրում։ Դե ձեր անունով չի, որ չգիտեմ, պետք է նայենք, բայց ամեն մարդու չեմ կարող ասեմ, չեմ կարող ասեմ։ Պարոն Գևորգյան, չգիտեմ, կարգավորում, այստեղ մի հատ հարց է բարձրացնում հարգելի քաղաքացին, ճիշտն ասած երեխայի ավանդը մահվանից հետո պետք է
Խորհրդային միության ժամանակ, թե հիմիկվա բան։ Խորհրդային ժամանակ։ Դե խորհրդային միության ժամանակվանը մի քիչ կարգավորումները ուրիշ են։ Մի քիչ կարգավորումը։ Իր կարգավորում, իմ ավանդը թրիմ են դե։ Ձերի մասին մտածում ենք, թե ոնց անենք, որ ես ստացիր եմ։ Ստացել եք։ Երեխան սովորում էր, իր անվանը գցիր եմ։ Հիմա այդ գումարն ընձի։ Դե հիմա տենց ա եղել, մեզնից առաջ է տենց ա ընդունվել, որ մենակ 1000 ներողություն կենթանի մարդկանց պարագայում ա դա աշխատում, էդ էլ որոշակի։ Հիմա մենք նայում ենք, թե ոնց մի հատ 16000 պլենի պերես փոթվեց, երեխանի հացատլի փոնը։ Դե դա արդեն վաղուց կարգավորում ա եղել, չենք կարող։ Եղբայր, բայց պետք է գնանք, ուշանում ենք արդեն։ Սպասում են, էլի Պարուսեվակ գյուղում դպրոցի բացումա Ես միայն մի խնդրանք ունեմ։ Այդ գյուղում մի հատ մարշրուտկա չկա, որ մեր հետ հայ թոշակ խաներ, որ մեր հետ հայ մեր դեղարներ խմեր։ Նոր էդ է խոսում, նոր էդ է։ Միշտարանը վարչապետ։ Աստված չանի, բայց ված զգալու դեպքում շտապօգնությունն է գալիս, մարշրուտկեն դրա համար կապ չունի։ Մարշրուտկանիքը մեզի տանի Եղեգնաձոր, գնամ քարտով։ Դե նոր համայնքի ղեկավարը խոսեց դրա մասին, ասեց, որ մի քանի անգամ փորձել են, բայց sense դեպքերում ասում եք, բայց գալիս են օրը մի ուղևոր, երկու ուղևոր, երեք ուղևոր։ Ասեկան երկու անգամ, հարգելի Սահակյան։ Կմտածենք։ Համայնքապետարանի բյուջեն այդ տղային ֆինանսավորի թողը մեզի տանի Եղեգնաձոր։ Պարոն վարչապետ, շատ շնորհակալություն ենք հայտնում համայնքի օրորի ծաղկումա ու անճանաչելիորեն փոխումը։ Մեր հաջողություն, առողջություն։ Ձեզ։ Մեր ազգաբնակչության խնդրանքն եմ ուզում փոխանցեմ ձեզ։ Հարցը վերաբերում Որ գյուղից։ Մեր Արենի համայնքից։ Խոշորացման հետ է կապված, պարոն վարչապետ։ Զգույշ։ Համայնքների խոշորացման հետ է կապված, մտավախություն ունենք, որ մենք մեր Արենի անունը այդ բրենդը կորցնենք ու խնդրում եմ, որ Արենի անունը ինչ է լինի աշխարհում, Արենի անունը բրենդը չի կորցվի։ Լավ է։ Եղբայր, սպասում են մարդիկ էլի։ Մի ուրիշ կնայենք ամեն ինչ, կներեք էլի Ժորժ ջան, սպասում են ժողովուրդը։ Լավ է։ Արագ, եղբայր։ Եղբայր լավ էլի ուրիշ Իրանց նկարեցիր։